Անուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Մի քանի օր հետո, երբ նա դարձյալ Կափառնայում մտավ, լուր տարածվեց, թե տանն է, եւ շատերը հավաքվեցին, այնպես որ այլևս տեղ չմնաց, ոչ իսկ դռան առջև, եւ նրանց քարոզում էր Աստծո խոսքը, եւ եկան նրա մոտ բերելով մի անդամալույցի, որին տանում էին 4 հոգով, եւ երբ ամբոխի պատճառով Հիսուսին չկարողացան մոտենալ, քանդեցին երթիկ այն տան, ուր գտնվում էր նա, եւ բացելով առաստաղը իջեցրին այն մահիճը, որի մեջ էր անդամալույցը։ Եվ Հիսուս, տեսնելով նրանց հավատը, անդամալույցին ասաց. «Որդյակ, քո մեղքերը քեզ ներված են»։ Օրենսգետներից մի քանիսը, որ նստած էին այնտեղ, իրենց մտքում խորհում էին, թե այս ինչ է խոսում, սա հայոյում է, ով կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ միայն Աստված։ Եվ Հիսուս իր հոգում իմացավ, որ այնպես էին խորհում իրենց մտքում, ուստի ասաց. «Ինչու եք ձեր մտքում այդ խորհում, որն է ավելի դյուրին, անդամալույցին ասել, քո մեղքերը քեզ ներված են, թե ասել վեր կաց, առ մահիճդ եւ գնա քո տունը։ Բայց որպեսզի իմանաք, որ մարդու որդին երկրի վրա իշխանություն ունի ներելու մեղքերը, նա ասաց անդամալույցին. քեզ եմ ասում, վեր կաց, առ քո մահիճը եւ գնա քո տունը։ Եվ նա վեր կացավ եւ անմիջապես վերցնելով մահիճը բոլորի առաջ դուրս ելավ, այնպես որ ամենքը զարմացան եւ փառք էին տալիս Աստծուն եւ ասում. այսպիսի բան երբեք չենք տեսել։ Տեր Հիսուս Քրիստոս Կափառնայում քաղաքում տանն էր գտնվում, ասում է ավետարանը, եւ մեծ բազմություն էր հավաքվել, լսում էին Աստծո խոսքը, որ քարոզում էր, եւ բժշկվում էին իրենց հիվանդություններից։ Որն է տունը, որտեղ Հիսուս Քրիստոս մարդկանց քարոզում էր եւ բժշկում էր։ Տունը Աստծո եկեղեցին է։ Քրիստոսն ասաց. սա իմ հոր տունն է, սա աղոթքի տուն է։ Ուրեմն տունը եկեղեցին է, որտեղ հավաքվում են մարդիկ Աստծո խոսքը լսելու, Աստծո ավետարանը լսելու, որովհետև այսօր մարդը շատ կարիք ունի Աստծո խոսքը լսելու։ Շատ բաներ է լսում մարդը, բայց Աստծո խոսքը մենք չենք լսում։ Քիչ ենք ժամանակ տրամադրում Աստծո խոսքը լսելուն։ Քիչ ենք ժամանակ տրամադրում, որ Աստված մեզ խոսի։ Ով ասես խոսում ա մեզ, մենք ականջ ենք բացում, մենք անհամբերությամբ սպասում ենք, մենք անհագորեն կլանում ենք, ով ինչ ասում է, բայց հենց Աստծո խոսքը պիտի լսենք, թմրում ենք ու սկսում ենք նիրհել, սկսում ենք քնել, սկսում ենք չլսել։ Սատանան էլ գալիս է այդ քնած ժամանակ որոմ է ցանում մեր մոտ, այսինքն աղբ է ցանում, մեղք է ցանում, բարի սերմերի փոխարեն ու թողնում գնում է։ Ուրեմն տունը այստեղ եկեղեցին է, որտեղ Հիսուս էր գտնվում, որտեղ Աստված ուր պիտի գտնվի, եթե ոչ իր տան մեջ։ Երբ Հիսուսին կորցրել էին ծնողները, փնտրում էին 12 տարեկան հասակում եւ վերջապես գտան Երուսաղեմում տաճարում, զարմացած մայրն ասում է. «Ես ինչ արեցիր մեզ հետ, մենք քեզ փնտրում ենք»։ Ասում է. «Դուք չգիտեք, որ ես իմ հոր տան մեջ պիտի լինեմ, ուրիշ որտեղ պիտի լինեմ, դուք ինձ ուր էիք փնտրում»։ Այսինքն մենք, եթե փորձենք Աստծուն փնտրել կամ մեր խաղաղությունը փնտրել,
եկեղեցուց դուրս չպիտի գտնենք։ Իսկ եկեղեցին միայն տաճարը չի։ Եկեղեցին հավատքի են միությունն է, որով հավաքվում են հավատացյալները։ Եկեղեցին տուն է, տուն ոչ թե նյութական առումով, այլ տուն իր հոգևոր առումով, ընտանիք առումով։ Եվ շատ մարդիկ կան, որոնք մտածում են, թե իրենք եկեղեցու մեջ են, բայց իրենք իրականում եկեղեցու մեջ չեն։ Որ մարդկանց մասին է խոսքը, որոնք ամեն կիրակի գալիս են պատարագի ու թողում գնում են, բայց եկեղեցու հետ հաղորդություն չունեն։ Միայն պատարագի են մասնակցում, հաղորդություն են ստանում ու թողում գնում են։ Գիտեք, եթե ճյուղը չսնվի արմատներից, ծառի բնից, այդ ճյուղը պիտի չորանա եւ մի օր պիտի կտրվի ինքնի։ Որտեւ եկեղեցին կենթանի կյանք է։ Եվ բոլոր նրանք, ովքեր այդ կենթանի օրգանիզմից կտրվում են, իրենք չեն կարող երկար գոյատևել։ Իրենք մի օր անպայման չորանալու են, կտրվելու են, ընկնելու են։ Այստեղ մի բան էլ կա։ Երբեմն մարդիկ մտածում են, որ այսքանը հերիք է, այսքանը եկեղեցուն շատ է, ինչ որ ես արեցի։ Այս մի ժամը, երկու ժամը, որ եկել եմ, այս էլ է իրանց հերիք, թող սրանով բավարարվի, եկեղեցին էլ Աստված էլ։ Մնացած ժամանակ իմն է։ Ես ժամանակ չունեմ շատ երկար զբաղվելու ձեզանով, բայց Աստված ժամանակ ունի 24 ժամ օրվա մեջ ինձանով զբաղվելու։ Աստված անընդհատ է մեզանով զբաղվում, ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն պահ Աստված մեզանով է զբաղվում։ Հենց Աստված թողնի իր մեզանով զբաղվելը, մենք այլևս գոյություն չենք ունենա, հենց այդ ակնթարթում։ Եվ սա կոչվում է աստվածային նախախնամություն, այսինքն Աստված մեզ միշտ խնամք է տանում։ Մեր կյանքի ամեն մի պահի, ամեն մի ակնթարթի Աստծո խնամքը մեզ հետ է։ Ասում եմ մի անդամալույցի էին բերում։ Բերեցին եւ չկարողացան մտցնել այդ տունը, որտեղ Հիսուս գտնվում էր, որովհետեւ լեփ-լեցուն էր։ Հնարավոր չէր մոտենալ։ Եվ ինչ արեցին։ Չհուսահատվեցին, չասեցին գնանք վաղը կգանք, լավ մի ուրիշ առիթով կգանք։ Չէ, եկել էին նպատակով էին եկել։ Եկել էին, որ անպայման հանդիպեին Հիսուսին, որովհետև խնդիր ունեին, եւ այդ խնդիրը պիտի լուծվեր։ Ինչ էր։ Իրենց մերձավորը անդամալույց էր, ծանր հիվանդ էր, քայլելու կարողություն չուներ, շարժվելու կարողություն չուներ, դրա համար 4 հոգի մահիճով կամ պատգարակով վերցրած բերում էին Հիսուսի մոտ։ Հիմա տունը այնքան լեցուն էր, որ նույնիսկ խցկվել մարդուն հնարավոր չէր։ Հիմա 4 հոգին, մի հոգի էլ մահիճի վրա, ո՞նց են խցկելու տուն։ Հնարավոր չէր։ Բայց ինչ արեցին։ Ասում է բարձրացան տանիքը, քանդեցին գերանները, այդ երթիկը բացեցին, մեծացրեցին եւ մահճակալով, մահիճով անդամալույցին պարաններով կախեցին ուղիղ Հիսուսի առաջ։ Այստեղ մի քանի բան կա, որի վրա ուզում եմ կանգ առնել։ Նախ համառությունը միշտ պսակվում է հաջողությամբ, նպատակասլացությունը, եւ ավետարանը բազմաթիվ այդպիսի դեպքեր է մեզ պատմում, որ պետք է լինել համառ եւ նպատակասլաց։ Հիշում եք Փյունեկեցի կինը, որի աղջիկը դիվահարված էր։ Հիսուսի հետևից ընկած բղավում էր, Հիսուս կարծես թե չէր լսում, բանի տեղ չէր դնում։ Նույնիսկ աշակերտներն եկան ասեցին. «Տեր, այս կինը մեզ հոգնեցրեց։ Արձակիր թող գնա»։ Եվ Հիսուս ավելի հուսահատեցրեց։ Ինչ ասեց։
ասեց ես հեթանոսների մոտ ուղարկված չեմ, ես մենակ Իսրայելի տան ոչխարների համար եմ, իսկ այդ կինը հեթանոս էր։ Բայց այդ կինը չհուսահատվեց, ավելի համառեց եւ եկավ ի վերջո ինքը կանգնեց Հիսուսի առաջ եւ սկսեց խնդրել։ Եվ Հիսուսն ավելի հուսահատացրեց, ինչ ասեց։ Ասեց լավ չի մանուկների հացը առնել շներին տալ։ Այսինքն այս կինը կարող էր վիրավորվել, ասել ինձ ինչու ես շուն կոչում։ Բայց կինը համառ էր, գիտեր ում առաջա կանգնած եւ ումից ինչա խնդրում եւ ինչ ասեց, ասեց այո Տեր, այսինքն համաձայնվեց, ասեց բայց չէ որ շներն էլ Տիրոջ սեղանի ընկած փշրանքներից են կերակրվում։ Եվ այստեղ Հիսուսն ինչ ասեց, ով կին մեծ է քո հավատքը, թող քո խնդրվածքի պես քեզ լինի, քո հավատքով լինի քեզ եւ ասում է դիվահար աղջիկը որ տանն էր անմիջապես բժշկվեց։ Այսինքն համառեց այս կինը։ Նույն համառության մասին է խոսում անիրավ դատավորի եւ այրի կնոջ առակը, հիշում եք։ Անիրավ դատավորը անընդհատ բանի տեղ չէր դնում այս կնոջը, այս կինը համառորեն գալիս էր։ Այնքան եկավ, մինչև այս դատավորն ասեց, վայ, այս կնոցից ազատում չկա։ Ես որպեսզի սրանից գլուխս պրծացնեմ, սրա դատը անեմ, թող թողնի գնա։ Հասավ։ Հիմա այս մարդիկ էլ համառորեն եկան, ուրեմն մենք պիտի չհուսահատվենք։ Մենք պիտի թևաթափ չլնենք, մենք պիտի չասենք, մենք այսքան աղոթեցինք ու մեր աղոթքը չլսվեց, չկատարվեց։ Մենք պիտի շարունակենք համառորեն աղոթել։ Մի լավ պատմություն կա, մի քանի անգամ պատմել եմ, բայց տեղին է, հիմա էլ կպատմեմ։ Եթե ձանձրացնում եմ, չնեղվեք դրանից։ Ոմանք կարող է լսել են արդեն մի քանի անգամ։ Մի կին, որ ուներ մի անպարիստ որդի, հարբեցող, թմրամոլ, գող, ավազակ, անառակ, մանեկող, տարիներ շարունակ աղոթում էր իր որդու համար, բայց որդին չէր փոխվում։ Շատ երկար աղոթում էր այս կինը, այս մայրը իր որդու համար, որդին չէր փոխվում։ Ի վերջո մի օր հոգնած մայրը աղոթքի մեջ հուսահատ, տխրած, տրտմած, ասում է Տեր Աստված, այս անառակի համար այլևս անիմաստ աղոթելը, որովհետև ոչ մի օգուտ չկա իմ աղոթքներից, սրան նույնիսկ աղոթքը չի կարող օգնել։ Եվ հուսահատ այդպես թմրած ննջում է եւ երազ է տեսնում։ Ինչ է տեսնում երազում։ Երազում տեսնում է Սատանան դևերին հավաքել է, ժողով են անում, իրենց գործերի մասին են քննում, երկրի վրա կատարվող։ Եվ հանկարծ Սատանան հիշում է իր որդուն։ Ասում է, հա, այդ տղան մեր ապրանքն է, ինչի չեք բերում այստեղ։ Այսինքն իրենց մոտ ինչի չեն տանում դժոխք։ Դևերից մեկը ասում է, այո, ճիշտ ես ասում, ինքը վաղուց է մեր ապրանքը, բայց մի հանգամանք կա, որ խանգարում է, որ մենք բերենք իրեն մեզ մոտ։ Սատանան ասում է, ինչ է այդ հանգամանքը։ Ասում է, իր մոր աղոթքները թույլ չեն տալիս, որ մենք իրան դժոխք բերենք։ Եվ այդ պահին մի նոր դև է ներս պրծնում, այդ ժողովարան եւ ասում է, լավ լուր եմ բերե։ Մայրը որոշել է այլևս չաղոթել իր որդու համար։ Եվ այս կինը անմիջապես թափվում է իր քնից եւ շարունակում է աղոթել իր որդու համար։ Ուրեմն պիտի չձանձրանանք, պիտի համառենք մեր խնդրանքների մեջ։ Ինչպես այս մարդիկ համառեցին եւ ի վերջո իրենց անդամալույցին իջեցրին Հիսուսի առաջ։ Ինչ ձևով երթիկը քանդեցին տան։ Եկեղեցական հայրերից ոմանք ասում են երթիկ քանդելը նշանակում է իրենց աղոթքներով երկինքը բացեցին։ Մենք երթիկը քանդելու համար, տանիքը քանդելու համար կարիք չունենք կացինով, գործիքներով բարձրանալ տանիքը քանդել։ Մենք աղոթքներով պիտի բացենք այդ տանիքը, որ բացվի տանիքը եւ Աստծո շնորհը օրհնություն իջնի ներքև այդ բացված ծեղունից։ Եվ շատ կարևոր մի ուրիշ հանգամանք։ Մերձավորի աղոթքը, մերձավորի հավատքը, որտեվ երբ իջեցրին անդամալույցին, ասում է Հիսուս տեսնելով նրանց հավատքը, ոչ թե այդ մարդու հավատքը,
այլ իրեն բերողների հավատքը։ Ուրեմն շատ հաճախ մենք այս վիճակների մեջ ենք։ Մեր սիրելին, մեր զավակը, մեր ծնողը, մեր ամուսինը, մեր կինը չեն աղոթում կամ հավատքի մեջ տկար են, մեր աղոթքները կարան իրենց օգնեն։ Ավետարանում մի դեպք չկա, բազմաթիվ այդպիսի դեպքեր կա, երբ ուրիշի աղոթքով Աստված ուրիշին ողորմություն անում։ Հարիոսի հավատքով եկավ իր աղջկան հարություն տվեց մեռելներից։ Նորվա, որ հիշեցի, Փյունեկեցի կնոջ հավատքով իր դստերը Աստված բժշկեց։ Եվ այս պարագային էլ։ Ուրեմն, այս էլ հիշենք, որ մեր աղոթքները շատ օգտակար կարան լինեն մեր զավակների համար, մեր հարազատների համար, մեր ընկերների համար, մեր բարեկամների համար եւ աղոթենք, Աստված մեր աղոթքներով կարող է նաեւ ողորմություն անել, ինչպես այս պարագային արեց։ Եվ ասում եմ, տեսնելով նրանց հավատքը, Քրիստոսն ինչ ասեց։ Մարդուն մահիճի մեջ պարկած անդամալույց բերել են, իջացրել են Քրիստոսի առաջ, եւ Քրիստոս բժշկելու փոխարեն այդ մարդուն ինչ է ասում։ Ասում է, որդյակ, քո մեղքերը քեզ ներված են։ Այստեղ շատ կարևոր մի քանի բաներ կա, որոնց մասին պիտի խոսենք։ Նախ, այս ասելով Քրիստոս մեզ բոլորիս ցույց է տալիս, որ ամեն չարիքի, ամեն դժբախտության, ամեն հիվանդության, ամեն վատ բանի արմատը մեղքն է։ Իրենք ուզում էին, որպեսզի Հիսուս հետևանքը վերացներ, բայց Հիսուս բուն պատճառին է ուշադրություն դարձնում։ Ասում է, քո մեղքերը քեզ ներված են։ Եթե մեղք չլիներ աշխարհի մեջ, հիվանդություն չէր լինի, դժբախտություն չէր լինի, մահ չէր լինի նույնիսկ աշխարհի մեջ, եթե մեղք չլիներ։ Այս բոլորը եղավ որպես մեղքի հետևանք։ Եվ Քրիստոսն էլ ասում է, քո մեղքերը քեզ ներված են։ Բայց այս մարդիկ, շրջապատի մարդիկ, հատկապես այնտեղ կային Քրիստոսի հակառակորդներից, փարիսեցիներից, դպիրներից, օրենսգետներից ոմանք, որոնք մի խոսք էին փնտրում, որպեսզի Հիսուսին մեղադրեն, հակառակվեն, անմիջապես սկսեցին մտածել. սա հայոյում է, որովհետև մեղքերին թողություն տալ կարող է միայն Աստված։ Ոչ մի մարդ չի կարող մեղքերին թողություն տալ։ Սա մարդկային իշխանության խնդիր չի, մարդկային հնարավորություններից վեր մի բան է մեղքերին թողություն տալը։ Սա միայն աստվածային ոլորտի խնդիր է։ Եվ սա ինքն իրեն ում տեղն է դրել, որ այսպիսի բան է ասում։ Եվ Հիսուս անմիջապես իրենց ցույց է տալիս անուղակի ձևով, որ ինքը հենց Աստված է, որտեղ ասում է Հիսուս տեսնելով նրանց մտածումները, այսինքն իրենք մտածել էին այս, բայց Հիսուս իմացավ, թե ինչ են մտածում եւ բարձրաձայն պատասխանում է, ասում է ինչու եք չար բան մտածում, ինչն է հեշտ, բժշկելը, թե մեղքերը ներելը։ Դուք մտածում եք, որ մեղքերը ներելը հեշտ բան է, բժշկելը դժվար, հիմա ես ձեզ կապացուցեմ, որ ես երկուսն էլ կարող եմ։ Եվ այստեղ երկու բանի մասին են խոսում։ Ասում է բժշկելը մարդու գործ է, որտեղ բժիշկներն էլ են մարդ բժշկում։ Մեղքերին թողություն տալը մարդու գործ չի, միայն Աստծո գործն է։ Եվ Հիսուս այս երկու բաները անելով, որտեղ տեսնում ենք անդամալույցին թե բժշկեց եւ թե մեղքերին թողություն տվեց, այս երկու բաները անելով ցույց տվեց, որ ինքը թե Աստված է եւ թե մարդ է։ Մարդացած Աստված է, կատարյալ Աստված է, կատարյալ մարդ է։ Երեք գրախանութ էի մտել, խոսեցինք մի երկու խոսք, ոնց է, ոնց չես, ինչ կա, մեկ էլ տնօրենը մի բան ասեց։ Ասեց Տեր հայր, գիտես ինչ օրինաչափություն կա, հենց մեր ժողովրդի վիճակը վատանում է, սկսում են հոգևոր գրականություն գնել։ Ասում եմ հիմա այնքան շատ նարեկ է վաճառվում, այնքան շատ հոգևոր նոր կտակարան
հոգևոր գրքեր է վաճառվում, որ ասում է հասկանում եմ, որ ժողովրդի վիճակը վատ է հիմա։ Ինչի հիշեցի այս բանը։ Եկեղեցին ենք մենք գալիս վատ վիճակից։ Լավ վիճակից մենք եկեղեցի չենք գալիս։ Հենց մեր վիճակը վատանում է, մենք հիշում ենք, որ Աստված կա։ Հիշում ենք, որ եկեղեցի կա, պիտի գնանք Աստծո մոտ։ Եվ հիմնականում գալիս ենք այդ վատ վիճակից դուրս գալու համար։ Հիվանդ ենք բժշկվելու համար, փորձության մեջ ենք այդ փորձությունից ազատվելու համար։ Չգիտեմ, նեղության մեջ ենք այդ նեղությունից ազատվելու, մեր գործերը թարսագնում ձախորդության մեջ ենք, որ մեր գործերը ուղղվեն, շտկվեն, որտեղ շատ հաճախ մարդիկ գալիս են, ասում են Տեր այդ մի հատ աղոթք կանես, ասում եմ ինչ է եղել։ Ասում եմ դե ոչ մի բան չի ստացվում։ Աղոթիր, որ գործերս հաջողվի, օրինակ։ Եվ այս նմանատիպ բաներ, կամ բախտս ոչ մի կերպ չի բացվում։ Ավետարանում ոչ մի տեղ Աստված ոչ բախտ բացել է խոստացել մեզ, ոչ գործերի հաջողություն է խոստացել մեզ, ոչ առողջություն է խոստացել մեզ, ոչ մի բան։ Եվ Հիսուս այս իր խոսքով մեզ ցույց է տալիս, թե Աստված մեզ ինչ է խոստացել։ Ինչ։ Մեղքերի թողություն։ Մեղքերի թողություն։ Մենք շատ հաճախ գալիս ենք տարբեր հարցերով, բայց Աստված ասում է, եկեք, որ ձեր մեղքերից ազատագրվեք։ Եկեք մեղքերի քավություն եւ թողություն ստանալու համար։ Այսինքն մենք կորցրել ենք հոգևորը։ Ինչն էր հոգևորը։ Ադամը դրախտում կորցրեց Աստծուն։ Եվ վտարվեց այս աշխարհ, որի հետևանքը եղավ սովը, ծարավը, հիվանդությունը, ցուրտը, նեղությունը, չգիտեմ, տեսակ դժբախտություններ, քրտնելը, ասես քրտինքով ուտես հացը, չարչարվելը, տանջվելը, դա եղավ հետևանքը Աստծուն կորցնելու։ Հիմա մենք ուզում ենք առանց պատճառը վերացնելու, առանց Աստծուն գտնելու, այս հետևանքները վերացնենք։ Ասում ենք սոված ենք, ծարավ ենք, ապրուստ չունենք, հիվանդ ենք, այս չկա, այն չկա։ Չենք ասում Աստված չունենք, մեզ թվում է, թե Աստված ունենք, բայց որ Աստված ունենանք, ոչ մի բանի պակաս չենք ունենա, հենց որ մենք Աստծուն չենք ունենում, ամեն ինչի պակաս ենք ունենում, այս միանշանակ, սա աքսիոմա է, սա ոչ մի ձևով ապացուցելու ոչ կարիք ազգում, ոչ բան, Աստծուն ունեցող մարդը ոչ մի բանի կարիք չունի, Աստծուն չունեցող մարդը ամեն ինչի կարիք ունի, ինչ էլ ուզում ես տուր, չի բավարարվելու, չի կշտանալու, չի ագենալու, որովհետև գլխավորը չունի, Աստծուն չունի, Աստծո խաղաղությունը չունի։ Մարդը մեկին սիրում է, այդ մարդու ինչ ուզում ես տուր այդ մարդուն, բայց այդ մարդուն մի տուր այդ մարդուն։ Չի բավարարվելու։ Ոնց կբավարարվի։ Մարդուն չունենա մարդուն նկարով կբավարարվի, մարդուն չունենա այդ մարդու իրեր ունենալով կբավարարվի, մարդուն չունենալով այդ մարդուն նամակներով կբավարարվի, չի բավարարվի, չի մխիթարվի, այդ մարդուն պիտի ունենա։ Ուրեմն այս առակը նաև այս մասին է մեզ խոսում, որ մենք հասկանանք, թե ինչ ենք փնտրում։ Մենք փնտրում ենք առողջություն, մենք փնտրում ենք հաջողություն, մենք փնտրում ենք ապահովություն, մենք փնտրում ենք բարեկեցություն, մենք փնտրում ենք հարստություն, մենք փնտրում ենք չգիտեմ ինչ, այնինչ մենք ինչ պիտի փնտրենք, Աստծուն պիտի փնտրենք։ Եթե մենք Աստծուն գտնենք, մենք կվերադառնանք Աստծո մոտ։ Ասել է, թե կվերադառնանք դրախտ, իսկ դրախտում մարդը ոչ մի բանի պակաս չուներ, ոչ մի բանի կարիք չուներ, ոչ մի բանի պետք չուներ։ Լավ է, որ Երևանում մենք այն պիկ ժամերին, ժամ ու կես, մի ժամ, կամ ավելի երկար, մեքենաների ու տրանսպորտի մեջ ենք անցկացնում։ Հələ այս քանի օրը հյուրեր են գալիս դրսերից հետները խոսում ես,
Մեր մոտ շատ մեղմ է վիճակը։ Մոսկվաներում 2 ժամ, Դուբայներում 3-4 ժամ, մարդիկ խցանումների մեջ են անցկացնում։ Թվում է, թե ինչ կապ ունի այս մեր խոսացած այդ ամեն ինչի հետ։ Ամենաուղղակի կապ ունի, ժողովուրդ ջան։ Աստված կյանքը տվել է, որ մենք օրեկան 3-4 ժամ երթևեկի մեջ անցկացնենք, որ մենք օրեկան 3-4 ժամ ինտերնետի մեջ անցկացնենք, որ մենք 3-4 ժամ օրեկան ուտելու մասին մտածենք, հագնելու մասին մտածենք, ամբողջ օրը դրամ վաստակելու մասին մտածենք, Աստծո մասին երբ մտածենք, Աստծով երբ ապրենք։ Այս ամեն ինչը մարդու հնարածն է, ժողովուրդ։ Դրախտում երթևեկություն չկար, տրանսպորտ չկար, մեքենա չկար, ժամանակ դրա վրա կորցնել չկար, դրախտում Աստծո ներկայությունն էր մարդը վայելում։ Երբ որ մարդը այդ ամեն ինչը կորցրեց, սկսեց ինչ-որ բաներով լցնել իր կյանքը։ Եվ ինչով լցրեց նրանով, ինչ-որ այսօր մենք ունենք։ Միթե նորմալ բան է, մարդը իր կյանքի ինչ-որ մի մաս պիտի ճանապարհների վրա կորցնի։ Անիմաստ։ Մեղքերդ քեզ ներված են ասած։ Եվ որպեսզի իմանաք կարող եմ մեղքերին ներել, նաև ասեց վեր կաց, վերցրու քո մահիճը եւ գնա քո տունը։ Եվ անդամալույցը անմիջապես վեր կացավ, վերցրեց մահիճը, ասում է, եւ գնաց։ Եվ բոլորը զարմացան։ Զարմացան, որովհետեւ չտեսնված բան տեղի ունեցավ։ Իսկ մահիճը վերցնել տունը գնալը մեկնիչներն ասում են, դա վերցրու քո բժշկված մարմինը հոգիդ եւ գնա քո տունը։ Մենք մի հատ տուն ունենք։ Մեր տունը երկնքի արքայությունն է։ Այս աշխարհի մեջ մենք կարող է շատ տներ ունենանք, շատ տներ փոխվենք, բայց դրանք մեր տները չեն։ Մեր ժամանակավոր ապրելու վայրերն են։ Մենք մի տուն ունենք, որ Աստված պատրաստեց, որի մասին ավետարանում ասում է, ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստեմ, եւ եթե պատրաստեմ, գալու եմ ձեզ տանեմ այնտեղ։ Այն հավիտենական տունն է, այն անփոփոխ տունն է, այն տունն է, որտեղից էլ գնալու տեղ չունենք, որ Աստծո հետ լինելն է, Աստծո մոտ լինելն է։ Այսօր բարի կենթան է։ Ինչ է նշանակում բարի կենթան է։ Այսինքն վաղվանից սկսում է մի շաբաթ, պահքի շաբաթ, որովհետև հաջորդ կիրակի օրը մեծ տոն է հայոց եկեղեցում։ Ինչ տոն է։ Աստվածածնի վերափոխման տոնն է։ Այս տարվա նախավերջին 4-րդ տաղավար տոնն է։ 5 տաղավար տոն ունենք։ Արդեն 4-րդին ենք հասել, Աստվածածնի վերափոխումը, որի ժամանակ նաև կատարում ենք խաղողի օրհնության կարգը։ Խաղող օրհնեք։ Ցավոք սրտի մեր ժողովրդի մեծ մասը խաղող օրհնեք գիտի, բայց որ խաղող օրհնեք Աստվածածնի վերափոխման տոնն է, այս չգիտի։ Ուրեմն խաղող օրհնեքը Աստվածածնի վերափոխման տոնը չի։ Աստվածածնի վերափոխման տոնը մեծ տոն է, որի ժամանակ նաև կատարվում է խաղող օրհնեքի արարողություն։ Ուրեմն հաջորդ կիրակին Աստվածածնի վերափոխումն է եւ ինչպես բոլոր տաղավար տոներից առաջ պահքի շրջան կա, որով մենք պիտի պատրաստվենք տոնին։ Իսկ ինչի համար է պահքը։ Պահքը ապաշխարության համար է։ Պահքը դիետա չի, պահքը սննդակարգ չի, պահքը նրա համար է, որպեսզի մենք մեզ զրկենք ճոխ, առատ, շքեղ, համեղ կերակուրներից, շատ կերակուրներից եւ մենք մեզ տանք աղոթքի, մենք մեզ տանք խոկումի, որ մտածենք մեր կյանքի մասին, մեր սխալների մասին, մեր մեղքերի մասին, Աստծո մասին, շատ աղոթենք, շատ սուրբ գիրք կարդանք, եկեղեցի շատ հաճախենք, ավելի շատ մասնակցենք աղոթքների ու ժամերգությունների, պահքը սրա համար է։ Ցավոք սրտի, այսօր պահքը շատ հաճախ անտեսվում է։
շատ հաճախ անտեսում է։ Եվ երբեմն նույնիսկ եկեղեցում կարող են մարդիկ լսել, դե գիտես, պահքը ժամանակին էր, պահքը վանականների համար էր, պահքը անցյալի մի բան է, այսօր ժամանակները փոխվել են, կարևորը ուտել չուտելը չի, կարևորը դու քեզ լավ պահես։ Եթե դու չես ուզում, մի փոքր քեզ նեղություն տաս, պանիր չուտես պահքի օրը, կամ միշտ չուտես պահքի օրը, դու ոնց պետք է քեզ լավ պահես։ Լավ պահելը շատ ավելի դժվար է, քան պանիր ու միշտ չուտելը, ժողովուրդ։ Այս պանիր ու միշտ չուտելը մեզ կրթում է դաստիարակում է, որպեսզի մենք կարողանանք նաև մեզ լավ պահենք, այսինքն մեղք չգործենք։ Սրանք իրար հետ փոխկապակցված են։ Դրա համար է Սուրբ Գիրքը խոսում պահքի մասին, Քրիստոսը խոսում ծոմապահության մասին։ Սա կարևոր բան է։ Եվ այսօր, որ ինչ մարդիկ փորձում են մեզ դրանից մի քիչ շեղել կամ ասել, գիտես, այդքան կարևոր չի։ Չէ, շատ կարևոր է։ Շատ կարևոր է։ Նամանավանդ պահքը օգնում է մարդուն, որպեսզի մարդը դառնա կամային, կամք դրսևորի։ Ուզում եմ, բայց չպետք է անեմ, որտեվ պետք չի որ անեմ։ Ինքնազոհության գնալ, ինքնազսպումի գնալ, ինքնատիրապետման գնալ, ոչ թե աչ ու ձախ անենք, ինչ ուզում ենք։ Այտենց արեցինք ընկանք այսօրը։ Հիմա մենք պիտի ասենք, չէ, թեև այս բաները ուզում եմ, բայց այս բաները օգտակար չի ինձ։ Պիտի չանեմ։ Պողոս առաքյալի խոսքը կա, երբեմն մարդիկ ասում են, Տեր հայր, այս բանը կարելի է կամ այս բանը չի կարելի։ Պողոս առաքյալն ասում է, մեզ ամեն ինչ կարելի է, բայց ամեն ինչ չէ, որ օգտակար է։ Մենք պիտի այդ ամեն ինչի միջից ընտրենք օգտակարը եւ վնասակարից հրաժարվենք։ Ուրեմն պահքի նպատակը ուտել չուտելը չի, պահքի նպատակը ապաշխարությունն է, հոգևոր կյանքը զորացնելը, մեղքերից ազատվելը, որի համար միջոց է նաև ուտելիքներից զերծ մնալը, շատ կարևոր միջոց, շատ կարևոր միջոց։ Ուրեմն առաջիկա շաբաթը պահքի շաբաթ է, այսօր բարի կենդան է, այսինքն պահքի նախորդ օրը միշտ կոչվում է բարի կենդան, այսինքն վերջի անգամ մենք մի քիչ մեզ թուլացնում ենք, հա, որպեսզի վաղվանից արդեն մենք ձգենք մեզ եւ մտնենք պահքի, ուրեմն ապաշխարության ընթացքի մեջ։ Թող Աստված մեզ բոլորիս իմաստություն եւ շնորհ տա։ Այսօրվա Պողոս առաքյալի ընթերցումի մեջ ասում էր հոգևորը փնտրեք։ Մենք նույնիսկ շատ հաճախ եկեղեցու մեջ մարմնավորն ենք փնտրում, նյութականն ենք փնտրում, հոգևորը չենք փնտրում։ Մինչդեռ իրականի մեջ մենք կորցրել ենք ոչ թե նյութականը, ոչ թե մարմնավորը, այլ հոգևորը։ Հենց որ մենք հոգևորը գտանք, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Թող Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքից հետ լինի, Աստված մեզ բոլորիս արժանացնի աղոթքով, պահքով պատրաստվելու Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին, որ հաջորդ կիրակի օրն է։